Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառն Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Միքայել Սրբազանին կտեղափոխեն Իզմիրյան բժշկական կենտրոն, հայտնի է օրը։ Մահացած զինծառայողի քննության վերաբերյալ արդեն կա նախնական վարկած, քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել։ Վերանայել Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանքը, միջազգային կազմակերպությունների արձագանքը։ Քաղաքային իշխանությունն ընդդեմ երևանցու, ռաունդ 3, քաղաքապետարանը չի հանձնվում, կփոփոխվի կարմիր գծերի արժեքը։ Ղրղզական շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի արտգործնախարարությանը, պարտքը չվճարելու համար։ Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողի մահվան նախնական վարկածը։ Նախնական տվյալով զինծառայողն ինքնասպան է եղել։ Իրեն ամրակցված զենքով կրակել է գլխի շրջանում, ինչի պատճառով մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտարարել է քննչական կոմիտեն։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 3 դեկտեմբերի 12-ին ժամը 16-ի սահմանում գտել են զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով։ Դատարանը որոշել է երկարաձգել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը ևս 2 ամսով։ Որոշումը կայացրել է Կարեն Ֆարխոյանը, այն նույն դատավորը, որը կալանքի որոշում էր կայացրել։ Փաստաբան Ռոման Ահարոնյանը հայտնել է, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին կալանավորել են հոկտեմբերի 16-ից։ Իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին Իզմիրյան բժշկական կենտրոն կտեղափոխեն դեկտեմբերի 15-ին։ Հիշեցնեմ, որ Միքայել Սրբազանին տեղափոխում են բժշկական կենտրոն վիրահատելու նպատակով։ Քրեակատարողական բժշկական կենտրոն ՊՕԱԿ-ը 2025-ի դեկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը վերահասցեագրել են Երևան կենտրոն ստորաբաժանում և առաջարկել կազմակերպել Միքայել arczepiskopos Աջապահյանին ցուցված վիրահատական միջամտությունը։ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը միացել է Հայաստանի ժուրնալիստների միության և միջազգային գործընկերների, լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի, լրագրողների միջազգային ֆեդերացիայի, արդարություն լրագրողների համար հիմնադրամի հայտարարություններին, որոնք վերաբերում են Anti-Fake AM-ի Իմ Դնևնիմի փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը։ Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն առաջին կարգի ահազանգ է հնչեցրել Հայաստանի Հանրապետության իշխանությանը։ Առաջին կարգի ահազանգ հնչում է արտակարգ և ծանր վիճակներում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների, դրանց հետևանքների վտանգը խիստ բարձր է։ Ներկայացնում ենք միջազգային կազմակերպությունների ահազանգ կոչը։ Պարզաբանել խուլիգանության մեղադրանքների կիրառման իրավական հիմքերը, ինչպես նաև գործի շրջանակում առաջադրված ենթադրյալ սպառնալիքների իրավական հիմքերը, վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի օրինականությունն ու անհրաժեշտությունը, նրանց ազատ արձակումն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան, հիմնավորել Anti-Fake AM-ի լրագրողական սարքավորումների առգրավումը և վերադարձնել այդ սարքավորումները, տեղեկություններ տրամադրել քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ բացահայտել է Ազգային ժողովի նախկին падգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը։ Նախաքննության ընթացքում պարզել են, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունը նախապես պլանավորել են։ Դրա կատարման համար ձեռք են բերել միջոցներ, այդ թվում մեքենա և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք հետապնդել են Հակոբյանին, ապա հարձակվել։ Այս փաստերի հիման վրա հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դատավորն անվավեր է ճանաչել ԵՊՀ ռեկտորի կենտրոնի աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու մասին հրամանը։ 2025 թվականի հուլիսին ԵՊՀ ռեկտորի հրամանով ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանին և մյուս բոլոր աշխատակիցներին ազատել էին աշխատանքից։ Աշխատակիցներն էլ գնացել էին իրավական ճանապարհով, բողոքարկել էին ԵՊՀ ռեկտորի հրամանը։ Արդյունքում ԵՊՀ-ն ունի զգալի ֆինանսական պարտավորվածություն արկածախնդիրների կմահաճույքով և քաղաքական պատվեր ով պայմանավորված, գրել է Աբաջյանը։
Մեզ 2025 թվականի հուլիսի 9-ին ծանուցել են աշխատանքից ազատման վերաբերյալ, որպես հիմք նշելով նաև մեր հաստիկների լուծարումը։ Սակայն դատական նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ մեր հաստիկներն իրականում լուծարել են 2025 թվականի սեպտեմբերի 3-ին, մեզ ծանուցելուց մոտ 2 ամիս անց։ ԵՊՀ, այսպես ասենք, չքաղաքականացված հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։ Իսկ ԵՊՀ ներկայացուցիչը, որը շատ անհարմար վիճակներում էր հայտնվում դատական նիստերի ընթացքում, պնդում էր, որ իրենք հուլիսին կանխատեսել են, որ սեպտեմբերին հոգաբարձուների խորհուրդը կարող է լուծարել մեր հաստիկները։ Արդարությունը վերականգնվելու է, իսկ ապօրինություններ թույլ տվողների հետևից գալու են։ Իսկ Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Վճռաբեկ դատարան ու բողոքարկել կարմիր գծերի մասին վարչական դատարանի որոշումը։ Հիշեցնեմ, որ քաղաքապետարանը երկրորդ անգամ է պարտվում դատարանում կարմիր գծերի վճարի մասին որոշման բողոքարկումից հետո։ Քաղաքապետարանն առաջին պարտությունից հետո բողոքարկել էր որոշումը, սակայն դատարանը չէր բավարարել քաղաքապետարանի պահանջն ու կրկին անվավեր է ճանաչել կարմիր գծերի թանկացման մասին որոշումը։ Քաղաքային իշխանություն ընդդեմ երևանցու Ռաունդ 3 Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Դատարանը կրկին ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի որոշումը կարմիր գծի թանկացման մասին։ Քաղաքապետարանն էլ իր հերթին որոշել է բողոքարկել վերաքննիչ վարչական դատարանի որոշումը գործն ուղարկելով Վճռաբեկ դատարան։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վերենշած որոշման դեմ Երևան քաղաքի ավականու կողմից բողոք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան, որը 2025 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ մերժել է Երևան քաղաքի ավականու վերաքննիչ բողոքը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2025 թվականի մայիսի 23-ի որոշումը թողնելով անփոփոխ։ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի վերենշված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից 1 ամիս հետո եւ նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան։ Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավականու վերենշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան օրենքով սահմանված ժամկետում։ Մայր Հայաստան խմբակցությունն էր դատական հայց ներկայացրել ընդդեմ քաղաքապետարանին, երբ քաղաքային իշխանությունը որոշել էր կենտրոնում կայանելու տարեկան վճարը 12,000 դրամից դարձնել 160,000 դրամ։ Դատարանում առաջին պարտությունից հետո քաղաքապետարանը չի հանձնվել, քաղաքացիները շարունակել են վճարել արդեն թանկացած արժեքով։ Քաղաքապետարանը չի կարող միակողմանիորեն առանց իրավական պատշաճ հիմքեր ունենալու, առանց հաշվի առնելու հանրային շահը, թանկացնել ավտոկայանատեղիների արժեքը եւ միևնույն ժամանակ որևէ բարեփոխում չիրականացնելու։ Այսինքն իրենք չունեն անգամ հաշվարկված ծախսերի հաշվարկված ցուցակ, թե ինչ հաշվարկների հիման վրա են 12,000 դրամը միանգամից դարձնում 160,000 դրամ։ Ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանն ասում է, խնդիրն այն է, որ դատարանը որոշում չի ունենում գործի վերաբերյալ, սահմանափակվում է միայն ոչ իրավաչափ ճանաչելով։ Դատական վճիռը կասեցում եւ հատուցում չի ենթադրում, ընդհանրապես համարում է, որ ոչ իրավաչափ եւ հետադարձ ուժի ազդեցություն չի ունենում։ Այդ առումով երևանցիները հարկադրված են շարունակում վճարել։ Այդ ամենի պատասխանը երևանցին կա, որ արդեն վերաքննիչում 2 տարվա թանկացում անց մեջ դատարանը ոչ իրավաչափ է համարում եւ որպես դրա ավելի հանդուգն շարունակություն դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի օրակարգում կրկին նույն դրույքաչափերով տեղական այդ տուրքերի վճարների նախագիծ են բերել։ Ստացվում է, որ 2 տարի անընդմեջ քաղաքապետարանը բողոքարկում է դատարանի որոշումը, ժամանակ է շահում ու նորից սահմանում նոր սակագին է։ Մենք լիահույս ենք, որ Վճռաբեկ դատարանն էլ այս որոշումը ոչ իրավաչափ կճանաչի, իսկ մինչ այդ մեր քաղաքացիները կարծում եմ հնարավորություն ունեն դատարանի որոշումը կատարածելու եւ պարզապես բոյկոտելու եւ թանկացված վճարները չվճարելու։ Ավականու ընդդիմադիր անդամները խորհուրդ են տալիս բոյկոտել ու ենթարկվել դատարանի որոշմանը, ոչ թե քաղաքապետարանի։ Հորդորում են չվճարել կարմիր գծերի համար թանկարժեքն ու միաժամանակ շեշտում են, եթե քաղաքային իշխանության համար Երևանցին արժեք ունենար, ապա դատարանի որոշումը չեն բողոքարկի։ Սեդա Մակարյանը, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործն էլ արդեն դատարանում է, այն վերաբերում է մանր եղջերավոր անասուններ արտահանելու համար միջնորդ հանդիսանալուն։ ABC Media-ին դատախազությունը տեղեկացրել է, որ պատգամավորը $200,000 է պահանջել առանց կարանտինի 150-ից 200,000 մանր եղջերավորներ արտահանելու միջնորդության և $23,000 դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Իսկ իշխանության տրակտորը կրկին միացել է և այս
անգամ թիրախը ոչ միայն նախկիններն են, այլև ներկաները։ Մենք ապօրինի ենք համարում Վլադիմիր Գասպարյանի եւ իր ընտանիքի շուրջ ձևավորված քրեադատավարական միջավայրը, որով փորձ է արվում պարոն Գասպարյանին ճնշել։ Գործընկերոջս հայտնել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, անդրադառնալով Գասպարյանին պատկանող առանձնատունը քանդելու մասին տեղեկություններին։ Հանցագործության մասին հաղորդումը տվել է Վալերի Օսիպյանը, որ իբր թե Գասպարյանը պարգևատրել է ապօրինի ոստիկանության ծառայողներին, եւ այն աստիճան աբսուրդ է, որ հենց Օսիպյանն էլ Վլադիմիր Գասպարյանի ձեռքից վերցրել է բնակարանի բանալի։ Եվ պատկերացրեք իրավիճակ, եթե առանձնացվել էր այդ փուլում ընդամենը 3 ծառայող, ապա ինչու օրինակ Վալերի Օսիպյանի տունը եւս չի դիտարկվել ապօրինի։ Զանգակատուն գյուղի դպրոցում բացվել է Պարույր Սևակի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ Կիսանդրին հայտնվել է քննադատությունների կիզակետում։ Քանդակագործին զարմացրել են քննադատությունները, պնդում է քանդակը չի կարելի պատճենել։ Նա ստեղծագործել է եւ դա հրաշալի գործ է։ Սևակը միշտ ըմբոստ է եղել, ըմբոստացել է իշխանությանը եւ հեղինակը փորձել է մատուցել հենց այդ տրամադրությունը։ Թոքմաջյանը Մարտիրոս Սարյանի քանդակից այսքան տարի անց Սևակի Սանդրին իր լավագույն գործերից մեկն է համարում։ Մարդիկ թող քննադատեն այս երկրի իշխանությանը, որ երկիրը վաճառում են թուրքերին։ Գտել են, որ Սևակը նմանա կամ նման չի։ Դա իմ խնդիրն է։ Դա ես նվիրատվություն եմ արել, 2 տարի աշխատել եմ, ամեն ինչ արել եմ։ Դա իմ պատկերացմամբ Պարույր Սևակը հանճարեղ գործ եմ ես ստեղծել։ Ես հավատում եմ իմ արածին, որտեղ դա լուսանկարչություն չի, դա ֆոտո չի, որ ես դնեմ ու կոպի անեմ։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ամբողջ Հայաստանը բերել կանգնեցրել է մեծ փորձանքների առջև, ասել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ծրագիրը կեղծ է, դա զրոյից սարքած ծրագիր է, որը միջազգային որևէ հիմք չունի, վստահեցնում է Թաթոյանը։ Չկա որևէ միջազգային հարթակ, կազմակերպություն, միջազգային դատարան, որտեղ Ադրբեջանն այս հարցով կարող է գնալ ու ունենալ հաջողություն։ Եվ այս մասին հրաշալի գիտի ինքը, Ադրբեջանի նախագահը, ասել է նախաձեռնության ղեկավարը։ Ադրբեջանը ունի կոնկրետ պարտականություններ։ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերին հստակ արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել արցախցիների անվտանգ։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջարկում է Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ, զուգահեռ փակելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ արցախցիների վերադարձի թեմաները։ Մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, ճանապարհային քարտեզներ ու խաչմերուկներ է գծում, Բաքվում ընթանում է մեր հայրենակիցների դեմ կարված գործերի դատավարությունը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը 2 նոր միջնորդություն է ներկայացրել։ Բաքուն դրանք թողել է առանց քննության։ Վարդանյանը խնդրել է գործին կցել մի քանի փաստաթուղթ եւ ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին։ Դատարանը բավարարել է խնդրանքը, սակայն մյուս խնդրանքը այդ հատորներում հիշատակված վկաներին դատարան կանչելու մասին դատարանը մերժել է։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։ Իսկ այդ ընթացքում Բաքուն ինքն է կարծես ներքաշվում դատական գործընթացի մեջ։ Ղրղզական շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, պնդելով, որ երկրի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջան-Ղրղզստան բարեկամության այգու կառուցման համար գերատեսչությունն իրենց պարտքն է ավելի քան $3 միլիոն։ Այգու եւ դրանքից Հեյդար Ալիևի անվան դպրոցի կառուցման նախագծերն առաջին անգամ մշակվել են 2019 թվականին եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկու նախագծերի համար հատկացրել է ավելի քան $8 միլիոն։ Շինարարությունն ավարտվել է 2022 թվականին, իսկ հիմնարկեքի արարողություններին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Ղրղыз գործընկեր Սադիր Ջապարովի հետ։ Այդուամենայնիվ 3 տարի անց ղրղզական ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ չի վճարել նախագծի համար։ Իր հայցում ընկերությունը նշել է, որ բազմիցս կապ է հաստատել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հետ, չվճարված միջոցները հետ ստանալու համար, սակայն ապարդյուն։
Միջազգային լրահոսից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է շանտաժի ենթարկել իր արևմտյան օգնականներին։ Դիվանագետի կարծիքով Զելենսկին այս վիճակում է հայտնվել բազմաթիվ պատճառներով, այդ թվում ռազմաճակատում անհաջողության եւ իր ոչ լեգիտիմ կարգավիճակի։ Զելենսկին հասկանում է, որ բոլոր պարամետրերով պատին են դեմ տվել եւ նա սկսել է շանտաժի ենթարկել իր արևմտյան կուրատորներին, ասել է Զախարովան։ Խաղաղությունը սարերի հետևում չէ եւ մենք դա տեսնում ենք։ Էրդողանը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման մասին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Աշխաբադում Պուտինի հետ երեկվա հանդիպումից հետո նա ակնկալում է Թրամփի հետ քննարկել խաղաղության ծրագիրը։ Էրդողանն ասել է, որ Վաշինգտոնի հետ մշտական կապ է պահպանում նաեւ արտգործ նախարարը։ Կիմ Չեն Ընը հանդիպել է Կուրսկի շրջանից վերադարձած հյուսիսկորեացի սակրավորների հետ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել է նրանց հերոսությունը, պրոֆեսիոնալիզմը եւ կուսակցության ու հայրենիքի հրամաններին հավատարմության ցուցաբերումը։ Նա նշել է, որ զինվորները գործել են չափազանց բարդ մարտական պայմաններում եւ պատվով կատարել են իրենց առաջադրանքը։ Նրանք բախվել են սարսափելի վտանգի, ամեն քայլափոխի եղել են կյանքի ու մահվան շեմին։ Աշխատանքների պատճառով զոհվել է 9 սակրավոր։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներին մեր նավթն է պետք։ Նրանք պայքար են մղում ոչ թե ավազակախմբերի կամ թմրանյութերի դեմ, այլ մեր նավթի համար, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, անդրադառնալով Կարիբյան ծովի միջազգային ջրերում Միացյալ Նահանգների կողմից հարձակման ենթարկված վենեսուելական նավի միջադեպին։ Ոչ մի պատերազմ նավթի համար, ոչ մի արյուն նավթի համար։ Սա միայն մեր ուղերձը չէ։ Ամերիկացի ժողովրդի 70%-ը դեմ է այս բռնությանը եւ մերժում է Կարիբյան ավազանում իրավիճակի սրմանը, հավելել է նա։ Այդ ընթացքում Թրամփը Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին եւս մեկ անգամ հայտարարել է, որ իրենց ցամաքային հարվածներն ուղղված չեն միայն Վենեսուելային։ Այս ցամաքային հարվածներն ուղղված են սարսափելի մարդկանց, որոնք թմրանյութեր են բերում եւ սպանում մեր ժողովրդին, ասել է նա։ Նոր կանոններ Միացյալ Նահանգներ մեկնողների համար։ Այսուհետ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար 42 երկրից զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն սոցցանցերում իրենց ակտիվության վերջին 5 տարվա պատմությունը։ Վիզայի ազատականացման ծրագրում ընդգրկված երկրների քաղաքացիները, որպես կանոն, կարող են Միացյալ Նահանգներ գնալ մինչև 90 օր ժամկետով զբոսաշրջության կամ գործուղումների նպատակով առանց ամերիկյան դեսպանատանը կամ հյուպատոսարանում վիզայի համար դիմելու անհրաժեշտության։ Ծրագրում ընդգրկված երկրների ցանկում են բազմաթիվ եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ, այդ թվում Ավստրալիան, Իսրայելը, Ճապոնիան, Նոր Զելանդիան եւ Հարավային Կորեան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի մարզի Կուպյանսկի շրջան է այցելել, ցույց տալու համար, որ շրջանը ռուսների հսկողության տակ չէ։ Հիշեցնենք, նոյեմբերին ռուսական կողմը հայտնել էր, որ Կուպյանսկը Ռուսաստանի զինված ուժերի հսկողության տակ է։ Թայլանդ-Կամբոջա հակամարտությունը բազմաթիվ մարդկանց ստիպել է տարհանվել իրենց տներից ու ապաստան գտնել ճամբարներում։ Չոնկալ ճամբարում հակամարտության պատճառով տեղահանված ընտանիքների թիվն օրեցօր աճում է։ Ճապոնիան ցնցվել է Հոկայդո կղզու մոտակայքում ուրբաթ տեղի ունեցած 6.7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից։ Մասնագետները զգուշացրել են ցունամիի վտանգի մասին։ Քաղաքացիները սոցցանցերում կիսվում են տարերային աղետի կադրեր։ Փարիզում ահռելի հերթեր են գոյացել Նիկոլա Սարկոզիի բարի գալուց դժոխք բանտային հուշագրությունը գնելու համար։ Ֆրանսիայի նախկին նախագահի բանտարկյալի օրագիրը գիրքը պատմում է ճաղերի ետևում անցկացրած 20 օրերի մասին։ 20 օրվա մասին 216 էջից բաղկացած բանտային հուշագրությունը Լասանտեի բանտը նկարագրում է որպես աղմկոտ, դաժան եւ մոխրագույն աշխարհ լի անմարդկային բռնությամբ։ Հիշեցնենք, որ Սարկոզին անվտանգության նկատառումներով պահվել է մենախցում, մյուս բանտարկյալների համեմատ լավ պայմաններում։ Եվ վերջում Թբիլիսիում վարվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Լևոն Արոնյանը երկրորդն է Ֆիշերի Grand Slam Tour մրցաշարում։ Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը շարքի արդյունքներով վաստակել է 84 միավոր, ստացել է $493,000 դրամական պարգև։ Շարքում առաջինը Մագնուս Կարլսենն է, 121 միավոր, որի դրամական պարգևը կազմել է $805,000։ Եռյակը եզրափակել է ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան, 73 միավոր, ստացել է $450,000։
Եվ վերջում Կոմիտասի Թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանը եւ Եվրոպան արմատներ եւ հեռանկարներ խորագրով մշակութային աշխատաժողովը, որը միավորել է եվրոպական երկրների դեսպաններին, Հայաստանում գործող բիզնես կառույցների ղեկավարներին, տնտեսական ատաշեներին եւ գործարար համայնքի մոտ 100 ներկայացուցչի։ Աշխատաժողովը կազմակերպվել էր արդեն 4-րդ անգամ Գալաքսի ընկերությունների խմբի եւ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Այն ձևավորվել է որպես ավանդական բիզնես նախաճաշ ձևաչափով հանդիպում, որի ընթացքում ԵՄ դեսպաններն ու բիզնես համայնքի ներկայացուցիչները քննարկում են տնտեսական եւ մշակութային գործակցության ներդրումների եւ փոխգործակցության հնարավորությունները։ Հայաստանում հավատարմագրված դեսպանները, Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներն ու կոմիտասյան ժառանգությունը մեկ հարկի տակ։ Գալաքսի ընկերությունների խումբն ու Եվրոպական բիզնես ասոցիացիան մեկ հարկի տակ է հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին եւ գործարարներին։ Ամենամյա բիզնես նախաճաշ, որի ժամանակ քննարկում են բիզնես գործակցություն, մշակութային մթնոլորտում ու հնարավոր գործակցության ներուժը։ Սա Գալաքսիի արդեն 4-րդ գործակցությունն է Եվրոպական բիզնես ասոցիացիայի եւ դեսպանների հետ։ Ընկերության համար կարևոր է Հայաստանում եվրոպական բիզնեսների զարգացումը, եւ վերջին 20 տարում Գալաքսին լիարժեք գործադրել է իր ներուժը միջազգային գործընկերների հետ կայուն ու երկարաժամկետ գործակցություն հաստատելու համար։ Մեզ համար կարևոր ավանդույթ է կազմակերպել այս նախաճաշը, քանի որ սա հնարավորություն է, պլատֆորմ է, որտեղ մենք շփվում ենք բիզնեսի հետ, շփվում ենք դեսպանների հետ, շփվում ենք տարբեր այսպես ասած ինստիտուտների հետ, որտեղ որ փորձում ենք հնարավորություն ստեղծել Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղ, նոր բիզնեսներ եւ հնարավորություն տալ Եվրոպայի բիզնեսները գան Հայաստան։ Միայն վերջին 2 տարվա ընթացքում ընկերությունը 85 պայմանագիր է կնքել Եվրամիության տարբեր ընկերությունների հետ, այսինքն Եվրամիությունից ներմուծումների մոտ 3%-ը Գալաքսի ընկերությունների խումբն է արել։ Մենք Գալաքսի ընկերությունների խմբում շատ ենք կարևորում եվրոպական երկրների հետ, Եվրամիության հետ համագործակցության խորացում, քանի որ բոլորս գիտենք, որ նորագույն տեխնոլոգիաները 21-րդ դարում արդիական կարևորություն ունեն եւ նորագույն տեխնոլոգիաների հիմնական կենտրոն դա եվրոպական կամ արևմտյան բիզնես աշխարհն է։ Հայաստանում Իտալիայի դեսպանի խոսքով իր երկիրը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով եւ գնահատում է Հայաստանի ջանքերը հասնելու եվրոպական տնտեսական ստանդարտներին։ Մենք ապրում ենք շատ պատմական ժամանակահատվածում, երբ հայ-իտալական հարաբերություններում պետք է ներդրումներ անել։ Պետք է նաև հաշվի առնել, որ շատ հայեր են ճամփորդում Իտալիա, շատ իտալացիներ են ճամփորդում Հայաստան։ Այս ճամփորդություններն օգնում են նոր կապեր ձեռք բերել, որոնք դառնում են տնտեսական գործակցության հիմք։ Միջոցառումը տեղի է ունեցել Կոմիտասի Թանգարան ինստիտուտում։ Ընկերությունը համոզված է, ինչպես վարդապետն է մեր ժողովրդի համար դժվարին օրերին հավաքել ու պահպանել մեր երաժշտական ժառանգությունը, այնպես էլ Գալաքսի ընկերությունների խումբը կկարողանա ստեղծել մի նոր բիզնես մշակույթ, որը դրական տեղաշարժ կապահովի հայաստանյան բիզնես դաշտում։ Կոմիտասի ժառանգության ներկայացումը դեսպաններին, մասնակիցներին հնարավորություն տվեց առավել խորությամբ ընկալել հայկական մշակութային արմատները, որոնք իրենց հերթին ունեն կարևոր կապեր եվրոպական մշակույթի զարգացման հետ։ Հյուրերը մասնակցեցին հատուկ կազմակերպված շրջայցի եւ կոմիտասյան մոտիվներով ժամանակակից բալետային ներկայացման Արման Բալմանուկյան պարային նախագծի կատարմամբ, որի կուլմինացիան Կոմիտաս վարդապետի Անտունիի կատարումն էր, դաշնակահար Կատրինե Հովսեփյանի եւ տենոր Հայկ Վարդանյանի կատարմամբ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.apcmedia.am։ Ես Գառնու Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին, մաղթում եմ հաճելի հանգստյան օր, բարի գիշեր։